Եվրոպայի հայերի համագումարի կողմից Երևան ինչ է պիտի կարդաս Եվրոպայի հայերի համագումարի հայտարարությունը։ Մենք գիտենք, որ միջազգային գետրոնում Հայաստան այսօր գտնվում է անհամեմատ մեծ ճնշումների ներքո, հարկավոր է ամփիսի արտաքին քաղաքականություն, որպեսզի արևելք, արևմուտք հակամարտությունների արանքում չզմվենք եւ կուր չգնանք թշնամուն։ Ակնհայտ է, որ երկիրը թալանող, ժողովրդին հարստահարող, ժողովրդի կամքն ու կարծիքն անտեսող, ժողովրդի լավագույն զավակներին հալածող իշխանությունը չի կարող արտաքին ճնշումներին դիմակայել։ Հետևաբար կրելու է նաև իր հերատես ու խոհեմ քաղաքականության հետևանքով ստեղծված գործան քաղաքականության ողջ պատասխանատվությունը։ Երկրի թալանի ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, անարդարությունների, կամայականությունների, դատական համակարգի ոչ արդարադատական վերաբերմունքի, երկրի ու ժողովրդի նկատմամբ անպետությունների, ահռելի արտագաղթի, ազատագրված տարածքների նկատմամբ զիջումների գնալու պատրաստակամության, Արցախի ու Հայաստանի անվտանգությունը սպառնացող քաղաքականությունը, քաղաքականության շարունակմանն ու ժողովուրդ իշխանություն բաժանող դիվի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Թե դիվանագիտական եւ թե ներքին ու արտաքին քաղաքականության ազգանպաստ հաջողությունները կարելի է միայն ու միայն ապահովել ժողովրդի միասնականությամբ եւ համախմբվածությամբ։ Դրա վառ ապացույցը 1988 թվականի համաժողովրդական շարժման արդյունքն է Արցախի ազատագրումն ու Հայաստանի անկախությունը։ Հայաստանն այսօր ունի արմատական փոփոխությունների անհետաձգելի անհրաժեշտություն։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները տեղի ունենան առանց ցնցումների եւ երկրի կայունությունը վտանգելու։ Արցախի հարցի լուծման ստատուս քվոյի պահպանումն այն ճանապարհն էր, որը փակուղի տարավ։ Ուստի ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը մոբիլիզացված ժողովրդի միասնական ուժն է, որը ի վիճակի է ցանկացած արտաքին պարտադրանք ու թելադրանք չզոկացնել, ընդդիմանալ ոչ հայանպաստ ցանկացած որոշումների։ Դիվանագիտական եւ քաղաքական հարաբերություններում խնդիրների լուծման միակ զենքը ստիգունքը դադարք իշխանական բուրգի կարծիքը չէ, այլ հասարակական միասնական կամքն է, ինչը կարելի է արդյունավետ օգտագործել բանակցությունների ընթացքում։ Բանակցությունների ամբողջ ընթացքում խոսք չի եղել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Ադրբեջանի այլ տարածքներում հայերի դեմ կազմակերպված ջարդի մասին։ Խոսք չի եղել նաև Ադրբեջանի 100 հազարավոր հայերի բռնի արտագաղթի մասին։ Արցախի խնդիրը հայերի տեսանկյունից արդեն իսկ լուծված է։ Ուստի ամբողջ ջանքերը պետք է ուղղել ազատագրված տարածքների պահպանմանն ու Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների անվտանգության ապահովմանը, ցանկացած փոքր ինչ զիջում սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգությանը։ Այս ճակատագրական պահին ժողովրդի հսկա ներուժը անտեսելն ու արհամարելը խոսում են միայն նրա մասին, որ իշխանությունների գործողությունները չեն բխում ազգային շահերի, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիների, այլ կատարում են արտաքին ուժերի թելադրած առաջադրանքներն ու իրականացնում են նրանց հետապնդած նպատակները։ Կոչ են կանում սկզբում աշխատող հայկական կառույցներին, կազմակերպություններին, մտավորականությանն ու խմբավորումներին, անտարբեր չմնալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ եւ համատեղ ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, որպեսզի հայ ժողովրդի հերոս զավակները արյան գնով ազատագրած
ու պարտության գաղտնիքը թաքնված է ազգի հերոսների հանդեպ տածած հարգանքի մեջ։ Ադրբեջանի իշխանությունները Մարտասպան Սապարովին հերոսի կոչում տվեցին, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հալածում են իսկական հերոսներին։ Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղը խստիվ դատապարտում է ժողովրդի հանդեպ բռնությունները և պահանջում է ազատ արձակել անօրինաբար ձերբակալված քաղաքացիներին, քաղաքական ակտիվիստներին և քաղաքական բոլոր բանտարկյալներին։ Անկախություն վաստակած երկիրը պետք է ամրապնդել երկրում ապրող ժողովրդի բարեկեցությամբ։ Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ինքնիշխան պետականությունը գոյատևման և զարգացման անհերքելի երաշխիքներն են։ Ոչ ենք անում ժողովրդին լինել առավել կազմակերպված, պահանջները ներկայացնել հստակ և որոշել գործողությունների հաջորդականությունը առավել խաղաղ ճանապարհով հասնել արդարացի նպատակների իրականացմանը։ Կազմակերպված ժողովրդի քանակական ուժն է նվաճում արդարությունը, գեցե ազատությունը, անկախությունը և արդարությունը։ Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղ 17 սեպտեմբեր 2016։ Շնորհակալություն Երվան Խոշորյան ընկերներ Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղի հայտարարությունը։ Երույթի համաձայնը տալիս են Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղի ղեկավար դոկտոր Ռաֆի Պետիկյանի։ Սրտան ողջունում են բոլորին, շնորհակալություն, որ դարձել եք մասնակցում եք այս հանրահավաքին։ 4 օրից Հայաստանի 3-րդ հանրապետության 25-րդ տարեթարցն է։ 25-րդ տարեթարցը մեզ բացատրում են հաշվեհար տարի նստել։ Մեր պատմության այս վերջի ժամանակաշրջանի թեման դիման։ Ուրեմն բոլորիդ հրավիրում եմ ես քննարկման հաջորդ օրերին, թե 25 տարին մեր ժողովրդի պատմության ինչ տվեց։ Առաջինը, ամենակարևորը քննարկումն է պատմության և ախտաճանաչումն է, որպես բժիշկ ինձ համար ուղև է հիվանդ բուժելուց առաջ պիտի մարդ իմանա, թե որտեղ է սխալը, ինչ է մեր ասկի, մեր պետության հետ ինչ է սխալ ստացում, որ տարիներ փոխանակ առաջ գնալու ամեն տարի հետև եք գնում։ 25 տարին սկիզբը հայ ժողովուրդը ստեղծված էր մեծ խարտավարությամբ, Արցախի հաստատումը, Հայաստանի պետական որոշ միջազգային օրգաններում ներկայությունը, բայց շուտով եկավ իրականությունը և ամենօրյա կյանքը։ Հայաստանի նախագահ բարոն Տեր-Պետրոսյանը, իր եղբայրները, իր շրջապատը բարոն Սիրադեղյանը, հաջորդող մյուս նախագահ բարոն Քոչարյանը, բարոն Սերժ-Սարգսյանը և իր սիրելի եղբայրը, և այս բոլոր իշխող դասակարգը երկրի հիմքը դրեցին գեղձիկը, ամենաառաջ ունդագեղձիկը, բոլորն են խարտախությամբ հասանատորին և ժողովրդին ճնշելով, բռնի ուժ գործածելով վստահ իշխանության։ Հայաստանի Հանրապետության հիմքը դարձավ գաշարկը, թալանը, գեղձիկը և շիրտուշի գործածությունը, և հայ մարդը ստիպեցավ ցանցել իր տունը և հեռանալ հայրենիքից օդար ապերում փնտրել իր և իր ընտանիքի երջանկությունը։ Այսօր միակ հարցման առջև կանգնած է, թե արդյոք մեր պատմությանս վերջի փորձը որտեղ կհասնի։
Դիմանաս Հայաստանի Հանրապետություն գործնեք նաև այս ազատագրված Արցախը եւ այս փոքրիկ Հայաստանը։ Եթե այսպես շարունակվի, ինչպես ասում են, որ 3.5 միլիոնից 2 կամ 1.5 միլիոն մարդ է մնացել, եւ նաեւ ինչ որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ հայ զինվորը առանց փախուստի կանգնած է մինչև ադամները զինված ադրբեջանական բանակի դիմաց, որտեղ թալանել էին նաև հայ բանակի փողը, հայ զինվորի փողը։ Այսինքն այս մարդիկ ոչ մի սրբություն չունեն։ Դրա համար պիտի բոլորս կազմակերպենք Հայաստանի մեջ, նույն դժվարությունը դա նաև սպիրտի մեջ։ Սպիրտն էլ օրեր ցածվում է։ Սպիրտի լավ թաղուտները միջին արևելքում այսօր իսլամական պետության սահիճի առջև գտնվում են եւ ֆիզիկական սպառնալիքի առջև։ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Ամերիկայում այն նոսերունը սունդերու առջև է։ Այստեղ ամենալավ օրինակը ծեր աչքի առջևն է, որ 5 հաուտից գրեթե մարդիկ ներկա չեն, որտեղ չի հետաքրում կամ երևի իրացիզը չի ցավում, եւ որ այս փոքրիկ Հայաստանն է նաև գործնելու են։ Դրա համար պետք է արմատական փոփոխություն, կոսմետիկ գոյել է փոփոխություն։ Միակ մուկի դեղ ուրիշ միակ մուկ նշանակելու կամ միակ նաբաստակ տնելու կամ միակ նիցկայի դեղ ուրիշ նիցկա կամ միակ սաշիկի դեղ ուրիշ սաշիկ չի փոխի հայ ժողովրդի ճակատագիրը։ Այստեղ պետք է արմատական փոփոխություն, ամենակարևորը գաղափարական, հոգեկան, բարոյական վերանորոգում։ Միայն նոր ուժերով է, որ մենք կարող ենք դիմակրավել նոր մարտահրավերները։ Դրա համար ձեզ շնորհակալություն, որ մասնակցեցիք։ Այսուհետ ամենակարևորը երկարաշունչ պայքարն է։ Միայն հարցիվով կհաջողենք Հայաստանը վերածել այն երկրին, որտեղ երազում ենք բոլորը, միակ արդար, ժողովրդավար, օրինական երկրի, միակ երկրի, որտեղ մենք բոլորս հաճույքով գաբրենք եւ ոչ թե օդամտյալ ապերում թեքերենք։ Դրա համար բոլորիդ խնդրում եմ, ամեն ինչ անենք, որ կարողանանք կազմակերպել եւ օգնել Հայաստանի ընդդիմության, որպեսզի առաջնորդվենք դեպի նոր ապագա, պայծառ ապագա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն Սիրելի Ռաֆիկ Պետիկյանին, մեր համայնքային երկար տարիների գործարու ընկերոջ է։ Հիմա ես կկարդամ մեր հանբանտարկյալների անունները եւ առաջի տարբեր փուլերի մենք բացում ենք աղավնիներին, նրանք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության հանբանտարկյալների եւ քաղաքացիների գեղեցիկ դրսումները կբարձրանան եվրոպական երկիր եւ կներկայացնեն ազատ անկախ ոգիները մեր հերոսների։